Հերի է կառավարել, կարծիքներ հաշվի չի արել այդպես, իրական դուք ներսի մարդ եք։ Չէ, բնավ այդպես չի, դե ընտանիքը կարող է լինի ինչ-որ տարաձայնություններ, որոշակի այսպես անհասկացողություն, բայց վստահ դա այն հարցը չի, որ պետք է այսպես հանրապետության մակարդակով եւ նաեւ աշխարհի մակարդակով դրա մասին տեղեկացվի։ Այսինքն ստացվում է, որ իրականում նպատակը ոչ թե բարի է, այլ ավելի հետի նպատակն է, որը չար է։ Ոստի այսպես ասում է Քրիստոս ամեն ծառ իր պետքից է ճանաչվում։ Եվ ամեն ինչ ական հայտ է։ Հայր Վաչա, այսօր ասել եք սա հոգևոր սարդարապատ է, ինչ եք նկատի ունեցել այդպես ասելով։ Ես նշել եմ հոգևոր սարդարապատը, որովհետև այստեղ ոչ թե ֆիզիկական կամ մարմնական պայքարի մասին է խոսքը, այլ հոգևոր արժեքների եւ տեսակի մասին է խոսքը։ Այսինքն տեսակի կռիվ է այստեղ։ Հայր Վաչա, ասում են վեհապարը երեխա ունի եւ պետք է հեռանա, իրենց հիմնական ասելիքը դա է, որ երեխա չի կարող։ Այդ հարցը շատ կոռեկտ հարց չի, ես այդ հարցը համարում եմ, գիտեք ինչ տեսակի հարց, ոնց որ մի անգամ Տերայրն էլ ասեց դրա մասին, իհարկե շատ լավ չընկալվեց այդ հարցը, դե նշանը, ոնց որ մի անձին, ով որ պսակված ասեն դու ամուսնական ուխտը խախտել ես, թե չէ։ Դավաճանես քո կնոջը կամ ամուսնուն։ Գիտեմ, այլ շատ անտեղի հարց է։ Վիրավորական հարց է անգամ։ Ինչի համար, չէ, ինչի համար պետք է քննարկում լինեն, բնավ։ Դեպս դրա կարիքը չկա քննարկելու, որտեղ դա 10 հոգևորականների հետ կապված են բավականին շատ խոսում են, ասում որ իրենք մեծահարություններ են, նրանք են ունեն զավակներ, այս հարցերը նախկինում քննության առարկա դարձել են վեհապարի կողմից։ Ես տեղյակ չեմ, չգիտեմ։ Իսկ դա ձեզ չի մտահոգում, որ նման խնդիրները բայց ձեզ չի մտահոգում, որ երկար ժամանակ այդպիսի խնդիրներ, թեմաներ են եղել, օրինակ նույն Կճոյանի հետ կապված, որ հիմա այո, Բենթլի Կճոյանն են հիմա իրեն ասում։ Ու ժամանակի վեհապարը մարդիկ հրապարակեցին տեղեկությունը, որ Նավասարդ Կճոյանը Բենթլիով է շրջում եւ վեհապարը իրեն պաշտպանեց։ Հիմա նույն Նավասարդ Կճոյանը վեհապարի դեմ է դուրս եկել։ Դե իրեն կարելի է ասել, անկախ չեմ կայա փոխարենը որպես հաստաբան ներկայանալ։ Հոգևոր հովիվ եք դուք։ Ապա ինչ Ձեզ համար չեմ կարող ամեն մի հոգևորականի համար ինչ-որ որևէ դատողություն ասել։ Այս երևույթները ձեզ համար դատապարտելի են, թե ոչ։ Այսինքն Ո երևույթների մասին խոսքը։ Այն ինչ-որ նոր ներկայացրեցի։ Դե բնականաբար բնականները չի որպես, այսինքն հոգևորականի կերպարն հարիր չի դա։ Եթե իհարկե դա ճշմարտություն է, հա։ Եթե զուտ համբասանքի մակարդակի խոսակցությունը ես չեմ կարող դա հավաստիանալ։ Ասում են շատ բան են ասում։ Երբ տեղի ունեցավ Հայր Վաչի այդ խզումը հոգևորականների մի մասի եւ մյուս մասի միջև։ Նախկինում այսպես խորը տարաձայնություններ են եղել, անդադ փակվել են այդ թեմաները, հետո միանգամից այսպես պայթեցվեց, թե վարչապետ Փաշինյանին հաջողվեց ինչ-որ կոմպրոմատներով, ինչ-որ հարցով պարզապես նրանց իր կողմը քաշել։ Չեմ կարող ասել, անկեղծ չգիտեմ։ Հայր Վաչի, խնդիրներ եղել։ Ամեն ինչ հնարավոր է, բայց ենթադրությունն է, որը մենք Գրեվ հավասար տեղեկություն չեն կարող հրապարակել։ Այստեղ հայտարարեցի 10 հոգեբազաններից հայտարարեցին, որ հաջորդ անգամ գալու են պատարակ մատուցելու մայր տաճարում։ Դա հնարավոր կարգալույցները կարող են պատարակ մատուցել։ Ովքեր կարգալույցները չեն ասում։ Եպիսկոպոսները հայտարարեցին, որ հաջորդ անգամ գալու են պատարակ։ Եթե վեհապարորդությունը կունենան պատարակ մատուցելու համար, իհարկե կարող են։ Իսկ եթե չունենան։ Չունենան ինչպես դիմադրություն։ Բռնությամբ դիգան։ Դե վարչապետն ասաց այլևս վեհապարի կարծիքը հաշվի չեն կառնելու, մեր համար Տեր Թադեն մնում է Տեր Թադե, Տեր Արամը Տեր Արամ։ Դե իր կարծիքն է, մենք այդ կարծիքը չենք կիսում բնականաբար, եւ այդ կարծիքը եւ ոչ միայն եկեղեցական օրինական առումով դատապարտելի է, այլ նաեւ եկեղեցական առումով դատապարտելի է։ Փաշինյանը նաեւ հայտարարել է, որ Մայրաթոր Սուրբ Էջմիածնում չկան դռներ, որոնք փակ կարող են լինել մեզ համար։ Չգիտեմ, ինչ դռան մասին է խոսքը։ Նույն վեհարանի դուռը, մայր տաճարի դուռը։ Դե վեհարանը բոլորիս տունն է, Մայրաթոր հետ միասին, այդքան դուռ չկա իրական ճիշտ ասեմ։ Այդ մենք գալիս ենք մեր հոգևոր օրանը, այստեղ փակ դուռ չկա բնականաբար։ Այս տրամաբանության մեջ ինչու չեն կարող մտնել հանգիստ պատարակ մատուցել։ Չէ, դա արդեն ուրիշ հարց է։
դա պետք է ունենաս օրհնությունը վիապարի, մատաճարում պատրաստելու համար։ Հա։ Հայր ոչ, սա կարծես նաև նյարդերի պայքար է, հա, այն կողմից ասում են վեհարանը վեհին է, պետք է վեհափառը դուրս գա, պետք է վաղ թե ուշ լքի, մյուս կողմից ասում են, որ վեհափառը ընտրվում է ժողովի կողմից, դուք չեք կարող, վարչապետը չի կարող խառնել եկեղեցու գործերին եւ ցմահ է ընտրվել։ Այս հարցի հանգուցալուծումը ի վերջո ո՞նց է լինելու։ Տեսեք, ժողովուրդ, ուրեմն հայ եկեղեցին շատ դարավոր, այսպես փորձառություն ունի։ Այսինքն կաթողիկոսական գահը բազմիցս ենթարկվել է տարբեր հարցակումների, տարբեր, չգիտեմ, այսպես արշավանքների, նաև ինչու՞ չէ։ Հետապես դարերի այդ փորձառությամբ եկեղեցական մեր հայերը որոշել են այնպիսի կուր կանոնակարգ եկեղեցական կաթողիկոսական գահի համար, որ նման մարդկային գործունը երբեք չխաթարի գահի այսպես անսասանությունը։ Դրա համար իրենք հայտնվում են փակուղու առջև։ Այսինքն դարերի փորձառությունը, որ կաթողիկոսական գահը պետք է մնա անսասան, այսինքն որևէ, չգիտեմ, մարդկային այսպես ֆակտոր հետևանքով չտատանվի, դա այսպես դարերի ընթացքում այսպես ավելի կանոնակարգվել է, ավելի հաստատվել է։ Ունենք հիմա հետևյալ կարգը, որ կաթողիկոսը ընտրվում է ազգային եկեղեցական ժողովի կողմից, որը հայ եկեղեցու բարձրադիր գերադիր մարմինն է։ Այնտեղ գալիս է կաթողիկոսը երկրորդ աստիճանում։ Հետապես միակ իրավասու կոմպետենտ մարմինը հայ եկեղեցուն, որը իրավասություն ունի կաթողիկոս ընտրելու եւ նաեւ իր ընտրածին հրաժարվելու, դա ազգային եկեղեցական ժողովն է։ Եվ սա դարձել եմ ասում, հայ եկեղեցու պատմական դարերի փորձառության արդյունքում է ստեղծվել։ Ոչ լավ փորձառության արդյունքում։ Որովհետեւ կամայականություն չլինի կաթողիկոսին խանելու, նորը բերելու եւ այլն։ Այսինքն 10 եպիսկոպոսները չեն կարող որևէ գործընթաց սկսել։ Անշուշտ չեն կարող։ Դա մասին հայտարարը բարձրացնել է։ Իսկ Փաշինյանի թեզը, որ Տրթատ արքան է քրիստոնեությունը, այստեղ մեր հետևաբար պետական պաշտոնյա է, այս թեզին դուք ո՞նց եք հակադարձում։ Չէ, մենք ճիշտ պետք է դեպքերը նկարագրենք եւ ներկայացնենք, որ Տրթատ մեծ թագավոր է, որը սուրբ թագավոր է համարվում հայ եկեղեցում, սրբադասված թագավոր է, իր օրոք արցախ քրիստոնեը պետական կրոն եւ ոչ ավելին, այսինքն քրիստոնեությունը կար առաջի դարից, երբ որ Թադեոս Բարդոմոս Սարաքյանը եկան քարոզեցին Հայաստանում, հա, եւ հիմք դրեցին քրիստոնեությանը հայոց աշխարհում եւ այդ պատճառով մեր եկեղեցին կոչվում է առաքելական եկեղեցի։ Ոչ միայն այն պատճառը, որ հիմնադիրներ համարվում են Թադեոս եւ Բարդոմոս Սարաքյաններ, այլ նաեւ կատարում է եկեղեցին նույն առաքելական իշխանությամբ իր գործառույթները եւ նույն առաքելական այսպես կոչմամբ, այսինքն քարոզել քրիստոնեություն, ավետարան, այսինքն այն ինչ որ առաքյանները անում էին։ Այդ նույն գործառույթը այսօր եկեղեցին դրանք կոչվում են նաեւ առաքելական։ Ոչ միայն հիմնադիրն են համարվում առաքյալները, այլ նաեւ որ նույն գործունեությունն է շարունակում առաքյալների։ Այսինքն պետական պաշտոնյա, եթե նույնիսկ համարենք Տրթատ մեծին, այնպես չի, որ դա որպես հիմք ընդունելով կարող ենք ասել, որ եթե Տրթատ երրորդը ընդունել է, ուրեմն ես էլ որպես իրավահաջորդ, այսպես ասած, Սուրբ Տրթատ թագավորը, երբ որ պետականորեն ընդունեց քրիստոնեությունը հայոց աշխարհում, իբրև դավանական եւ թույլատրելի կրոն, պետական կրոն, բայց դրան նախորդող դեպքեր է տեղ ունեցել։ Դրա մասին պետք է հիշենք, չէ՞, ինչ եղավ, որ երբ որ Տրթատը այսպես ընդունեց, հա, որտեվ ասեն ինքը զարթնեց եւ ասեց, չէ, այսօրվանից պիտի դառնան քրիստոնյա, այդպես չէ, էլի։ Դա նախորդող դեպքեր է եղել, հա։ Ինչեւ այդ Սուրբ Գրիգոր Լուսավորչին էր գցել գուբը, հա, վիրապը, որ կա Խորաբի վանքը այժմ։ Հետո այո, Սուրբ Գայանան, Քրիպսինյան կույսերն են եկել, նաեւ նահատակվել են իր կողմից։ Եվ հետո նաեւ իր հիվանդության մասին է խոսք գնում պատմագրության մեջ, որ ինքը խոզի կերպարանք է ստանում, հա։ Այդպիսի հատուկ հիվանդություն կար, որ ամբողջ դեմքը այլայլվում է, նմանվում է գազանի։ Եվ իր քույրը Խոսրովի դուխտը երազ է տեսնում, տեսրիկ է տեսնում Աստծո կողմից, որ իր եղբորը միայն կարող է բուժել Գրիգորը, որը վիրապի գվում է գտնվում։ Եթե իրենք անավատորեն մոտ ասում են գնանք տեսնենք արդյոք ողջ է, որտեղ 13 տարի գտնվում էր Սուրբ Գրիգոր Լուսավորիչը, Խորավի գվում, եւ անգամ հույս չկար, որտեղ դա մահապատիժ էր համարվում։ Գուբը, այսինքն փոսը գցում են, որտեղ նա թունավոր միջատներ կան, օծեր, ծողուններ, հա, կարիճներ, եւ ոչինչ չկար ծնվելու։ Եվ երբ որ ուղարկում են իշխաններից, կարծեմ Ամատոնի իշխաններից մեկին են ուղարկում,
եւ ի զարմանս բոլորի տեսնում եմ որ լուսավորիչը Գրիգոր լուսավորիչը ողջ է։ Երբ հանում են գբից եւ ինքը 6 օր շարունակ ամբողջ արքունիքը ծոմապահության մեջ են անցկացնում, հետո մկրտում են Արացանի գետում եւ կատարվում է, այո, որպես ապաշխարություն եւ նոր արդեն բժշկություն ալինում թակավոր։ Ահա այս մեծ հրաշքից հետո է որ արքան որոշում է որ չէ, սա է ճշմարիտ իրական հավատքը քրիստոնեությունն է։ Հիմա մենք նման հրաշք սպասենք որ վարչապետի հետ լինի։ Չէ, ես դրա մասին չեմ ակնարկում, Քավլիցի։ Ես եմ ասեմ որ պետք է ամբողջը նայվի համապատասխան պատկերի մեջ, էլի, ոչ թե այսպես միայն մի դրվագ վերցնենք, որ սա է այսպես, չէ, դա այդպես չէ, էլի։ Նախորդող դեպքեր է եղել։ Շնորհակալ ենք, այ բաչե։ Դուք ինչպես եղաք, դուք եք կատարող, չէ՞, հա։ Լավ է։